Ողջույն, այս կիրակի նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունները։ Մասնակցում է 8 քաղաքական միավոր, հաղթանակ դաշինքը, որը քվեաթերթիկում առաջին համարն է, եւ ըստ քվեաթերթիկի համապատասխանաբար Համահայկական ճակատ, Հանրապետություն, Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Քաղաքացիական պայմանագիր, Հայրենիք կուսակցությունները։ Քարոզարշավի առաջին օրից կարող ենք ասել ժողովրդավարությունից, արդար ազատ ընտրությունից խոսող ՄԱԿ-ի ու ԵԽԽՎ ամբիոններից աղաղակող ՔՊ-ն իրականացնում է քրեական օրենսգրքին, ընտրական օրենսգրքին հակասող, քրեական տարրեր պարունակող քարոզարշավ։ Անում է բաներ, որոնք կարող էին հիմք լինել նրան ընտրապայքարից դուրս թողնելու համար։ ՔՊ-ն դուրս է եկել կենաց մահու պայքարի։ ՔՊ թեկնածուն, հիշեցնեմ, լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է։ Մեխակ Մեխակյանի անունով ջրականը Ջեբրայիլը կոչվում է Մեխակավան, իսկ իր որդին այն թիմում է, որը հանձնել է Մեխակավանը։ Հարմար տեղավորվել է այդ թիմում եւ օրենքից դուրս քարոզարշավ է իրականացնում։ Դողս գյուղում կազմակերպել էին այսպես կոչված բարեգործական միջոցառում։ Նվերներ էին բաժանում, կերուխում էին կազմակերպել, ինչը քրեորեն հետապնդելի է։ Ամբողջ էջմիածնով շաղ են տվել ՔՊ թեկնածուի պաստառները, անգամ չթույլատրված վայրերում։ Նույն չթույլատրված վայրերում ՔՊ թեկնածուի պաստառները փակցնում էին Էջմիածնի համայնքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները ծառայողական մեքենաներով եւ աշխատանքային ժամին։ ՔՊ թեկնածուի գովազդային նյութերը տեղադրված են խոշորացված համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում, ինչը արգելված է։ ՔՊ-ական դպրոցի տնօրենը բարեգործություն է անում, ինչը քրեական հանցագործություն է։ Արմավիրի մարզպետը, նախարարները աշխատանքային ժամերին մասնակցում են քարոզարշավին եւ այլն, անում են բաներ, որոնք արգելված են։ Կառավարությունը ընտրությունների նախաշեմին մոտ $1,250,000 է հատկացնում ասֆալտապատելու, կանալիզացիայի վրա, անուն էլ դրել են հրատապ։ Բա վաղ ընտրություն է, դրանից հրատապել ինչ կա։ Քարոզարշավին մասնակցում է արդեն կուսակցականացված հեծի Էջմիածնի մասնաճյուղի ՔՊ-ական տնօրենը, ու սա այն դեպքում, երբ Ռոմանոսը մարդիկ է դնում, որ ասենք հետևեն հո քաղբանտարկյալներին նվիրված հանրահավաքում հեծից էլեկտրիկ չկա։ Վաղարշաբաթի ընտրություններում ընդդիմության դեմ պայքարում է ոչ թե ՔՊ թեկնածու, այլ իշխանությունը, պետությունը վարչական ապարատով։ ՔՊ ներքին փակ խմբից հերթական անգամ տեղեկատվություն է տարածվում, որտեղ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը կոչ է անում ակտիվ տարածել համայնքում արված աշխատանքի մասին տեղադրվող նյութերը։ Իդեպ ՔՊ փակ խմբից արդեն շատացել են ինֆորմացիաների վարչական ռեսուրսի չարաշահման արտահոսքերը, ներսում են դժգոհ ըստ երևույթին ՔՊ-ի գործելավոճից։ Բայց դե կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննչականը, հակակոռուպցիոնը, դատախազությունը թքած ունեն այս ամենի վրա, որովհետև քաղաքացիական պայմանագիրն է անում։ Շատ բաներ չեմ թվարկում, բայց սա դեռ բացահայտ արվողն է։ Իսկ ինչ են անում տակից, մնում է պատկերացնել։ Ամենուր իր ժողովրդականության մասին գոռացող ՔՊ-ն ամեն խախտման պատրաստ է, որ իր նպատակին հասնի, ու չնայած դրան չի ստացվում, որովհետև այդ ժողովրդականությունը անվերադարձ ոչնչացել է։ Չնայած այս բոլոր ապօրինություններին մեկ է, ՔՊ-ն ծանր վիճակում է, անորոշ վիճակում է, ու այս հակաժողովրդավարական քարոզարշավը դա է վկայում, որ ստիպված են հրաժարվել արդար ընտրություններից։ 2021 թվականից ի վեր է ՔՊ-ն նման մեթոդներով գործում, երբ հասկացան, որ ազատ արդար ընտրությունները իրենց համար չեն, իրենք կռվելու են։ Բազմաթիվ համայնքներում են դրանք արտահայտվել։ Այցելեք մարզեր, խոսեք բնակիչների հետ։ Համատարած դժգոհություն է, սոցիալական դժգոհություն է, քաղաքական դժգոհություն է, անվտանգային դժգոհություն է, հոգևոր դժգոհություն է, չեն վստահում սրանց իշխանությանը, չեն վստահում կադրերին, դատապարտում են եկեղեցու նկատմամբ քայլերը, դատապարտում են բռնաճնշումները, դատապարտում են Արարատի դեմ գրոհը, դատապարտում են Արցախը հանձնելը, դատապարտում են այս աղքատության ֆոնին ՔՊ-ականների հարստանալն ու
թոշակ ու աշխատավարձ չբարձրացնելը։ Դատապարտում են, որ բացի ասֆալտից այն էլ անորակ, կիսատ պռատ, ուրիշ բան չկա։ Այսօրվա Հայաստանում ընտրությունները կլինի քաղաքապետի թե դեպուտատի ասֆալտ անելու մասին չէ, լուկի կափարիչ դնելու ու կանալիզացիա փոխելու մասին չէ։ Սա այն մասին է, թե ինչ Հայաստան է լինելու վաղը 2026 թվականից հետո։ Եկեղեցին մնալու է հայկական, թե ՔՊԱ-ական ու ադրբեջանական միացյալ արշավանք է լինելու։ Հայաստանը մնալու է հայկական պետություն, թե պետություն չի լինելու, իսկ լավագույն դեպքում լցվելու է մեր թշնամիներով։ Այսօր ավելի շատ են 100 հազարավոր ադրբեջանցիների Հայաստան բերելու խոսակցությունները։ Սահմանամերձ տարբեր գյուղերից ահազանգեր ենք ստանում, որ 20, 30, 50 աշակերտ ունեցող գյուղերում, որոնց հարևան գյուղերն էլ միասին վերցրած կազմում են շուրջ 100 աշակերտ, սարքում են 1000-ից 1500 աշակերտի համար նախատեսված դպրոցներ։ Ում համար են դրանք սարքում։ Ու մարդիկ անհանգստանում են, որ եթե դրանով նախապատրաստվում են, ուրեմն դիմավորել ճագարի նման բազմացող թուրքերին ու ադրբեջանցիներին։ Հայաստանի բնակչությունը քչանում է, ծնունդները պակասում են, ամուսնալուծությունները շատանում են, ամուսնությունները քչանում են, արտագաղթը շատանում է, բայց սարքում են ահռելի դպրոցական շենքեր, մտածելու բան է։ ՔՊ-ի կործանիչ քաղաքականությանը պետք է վերջ տրվի, ու դա պետք է վերջ տրվի գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, հաղթելով։ Եվ ուրեմն ինչ պետք է անեն վաղարշապատցիները իմ համոզմամբ առաջիկա կիրակի օրը։ Առաջին հերթին չծուլանալ, չհալարել եւ անպայման մասնակցել ընտրության։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրության, այնքան մեծանում է ՔՊ-ի պարտության հավանականությունը։ Այո, կիրակի է, հանգստանալու օր է, բայց արժե ձեր ժամանակից տրամադրեք։ Հո գիտեմ, թե որքանով եք դեմ սրանց, բայց դեմ լինելը ոչ թե ցույց տվեք ընտրություններին չգնալով, այլ գնացեք ու մերժեք։ Եթե չգնաք, ընտրվելու եք ՔՊ-ն։ Հիշեք, Գյումրիում պարտությունից հետո ՔՊ-ի Սարիկը խոստովանեց, որ իրենք չէին հաշվարկել, որ այդքան շատ մարդ կմասնակցի։ Մյուս անելիքը քվեարկությունն է ձեր խղճի մտոք, ձեր հայացքների համար, ոչ թե պարտադրաբար։ Չեմ կարծում, որ ձեր խղճի մտոք քվեարկելու դեպքում մի 10-11%-ից շատ ձայն կտանի ԿՊ-ն։ Եթե ուզում եք օգուտ տալ ոչ միայն համայնքին, այլև երկրին, պետք է ոչ մի պարագայում չընտրել իշխանությանը եւ նրա հետ փոխկապակցված ուժերին։ Եթե վաղարշապատում չեք ապրում, բայց ունեք բարեկամ, ընկեր, հորդորեք գնան ընտրության ու ընտրեն ոչ իշխանականի։ Հիմա իրենք սպառնում են, փորձում են կաշառել, խոստումներ են տալիս, ասում են կոլեկտիվով, ընտանիքով եկեք, մեր տեխնացուին ընտրեք, որ ինչ ասեք անենք։ Ժողովուրդ ջան, ժամանակին էլ նույն Նիկոլենք ասում էին հանրապետականներին ի պատասխան. ժողովուրդ ջան, իրենց առաջարկներին համաձայն եք, ասեք հա, գալու ենք ձեզ ընտրենք սաղ ընտանիքով, բայց գնացեք, ընտրեք այն մարդուն, ում ուզում եք։ Սա կոնկրետ այդ դեպքն է։ Պետք չէ կռիվ տալ, իրենց բացատրել ճիշտ ու սխալը որն է։ Պետք է իրենց ասել, խնդիր չկա, բայց անպայման գնալ ընտրության ու ընտրել ձեր խղճի մտոք։ Ժորժ ջան, չեմ ասում ընտրեք Սևակ Խաչատրյանին, այս մեկելին այն մյուսին։ Ընտրեք ցանկացածին բացի իշխանությունից։ Այսօր կարևոր չէ, թե ով կհայտնվի վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի աթոռին։ Այսօր խիստ կարևոր է, ծայրահեղ կարևոր է, որ ԿՊ-ն չհայտնվի այդ աթոռին։ ԿՊ-ի հաղթանակը կնշանակի համաձայնություն մայրաթոռի վրա գրոհին։ ԿՊ-ի ընտրվելը կնշանակի համաձայնություն այս իրավական բեսպրեդելին։ ԿՊ-ի ընտրվելը կնշանակի, որ թույլ եք տալիս, որ մեր թշնամի երկրները գան Հայաստանը բնակեցնելու, գրավելու։ Սրանք ընտրվելով շարունակելու են քանդել, ինչպես քանդել են բանակը, քանդել են անվտանգությունը, Արցախը ու հասել են եկեղեցուն։ Եթե անգամ ընտրություն կատարելիս մտածելու եք, որ ընդամենը համայնքային խնդիրների համար եք ընտրում, այդ ժամանակ էլ պետք է բացառել ԿՊ-ին։ Տեսեք, 7 տարի իրենք էին էջմիացնում։ Ինչ են արել։ Եկան, կառավարեցին, հարստացան, սկեսուր սկեսրայրներին լավություն արեցին, ինչքան պետք էր, դզվեցին ու տվեցին հրաժարական։ Եվ ուրեմն ոչ մի պարագայում ձայն չտալ ԿՊ-ին ու իրենց արբանյակ կուսակցություններին։ Օրինակ ԿՊ-ի կոալիցիոն գործընկեր Հանրապետություն կուսակցությանը։
որի թեկնածուն զբաղված է Նարգիշտի Մեխակյանի հակառակորդների վրա գործ տալով, ահաբեկելով, պլակատներ պոկելով, բռնել տալով։ Վստահ եմ, որ նրա հավակնությունների մեջ չէ համայնքապետ դառնալը, նա կատարում է ՔՊ-ի հանձնարարությունը, նրա հետ միասին ապականելու ընտրական process-ը։ Դրան դժվարել է անգամ կուսակցություն անվանելը։ Անձնական շահերի հիման վրա հավաքված հերթական խմբակն է, որը աղետների, երկրի դժբախտությունների վրա բիզնես է անում, պաշտոն են ստանում ու իրար մեջ բաժանում։ Ընտրեք ՔՊ-ին թե ՔՊ-ի դրածոներին, նույն բանն է։ Կարճ ասած։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքի ընտրողներ ջան, վստահ իմացեք, որ այս կիրակի համայնքապետ չեք ընտրում, ընտրում եք երկրի ճակատագիրը ամեն մեկը ձեր մասով։ Սա սովորական ընտրություն կլիներ սովորական երկրում, որը այսքան խնդիրների մեջ թաղված չէ։ Դուք ձեր ընտրությամբ ասում եք Հայաստանում թուրքական ներկայացվածությանը դեմ եք թե կողմ եք։ Մոռացեք խոսույթը, թե ամեն ինչ որոշված է, ոչինչ որոշված չէ, որոշողը դուք եք, ինչպես որոշեց Գյումրու ընտրողը, Վանաձորի ընտրողը, Ալավերդու ընտրողը, Գորիսի ընտրողը, Վարդենիսի ընտրողը, Փարաքարի ընտրողը, Գավառի ընտրողը ու ՔՊ-ին պարտության տարած մյուսները։ Հերթով պարտվել է ՔՊ-ն ու հիմա հերթը Էջմիածնինն է։ Կասեք մեկա, վերջում զավթելու են։ Այո, Գյումրու համայնքապետին բռնեցին, Վանաձորին բռնեցին, Փարաքարին սպանեցին եւ այլն, բայց շարունակենք գնալ մերժել։ Մի հանձնվեք, պայքարեք ձեր քվեի համար։ Սա վերջին համայնքային ընտրությունն է մեծ ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ, որի ժամանակ էլի պետք է տերկանգնեք ձեր ձայներին։ Հայաստանը ՔՊ-ից ազատագրելու ճանապարհը սա է։